Վերջին օրերին մեր քաղաքական կյանքը լրտեսական բլոկբաստեր է հիշեցնում։ Պարզվում են փաստեր, իրադարձություններ, իրողություններ։ Հիմա էլ պարզվում է, որ կալուգացի ձեզ հայտնի օլիգարխը օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է։ Հաջորդ փաստը ընդհանրապես պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենք կարող ենք ռեբրենդինգի ենթարկել եւ անվանել լրտեսական եռագլուխ կուսակցության կամ եռալրտեսական կուսակցություն։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդամենը տարիներ առաջ, 2 տարի առաջ էր կարծեմ, դες կալուգացու հարցը պարզ է, այդ այսինքն այնպիսի անառարկելի փաստեր կա, նրանք չեն էլ համարձակվում, ասեն, որ դատի կտան, որտեվ ինչը դատի տան։ Նա հարաբերակված փաստեր այնքան ակնհայտ եւ անառարկելի են, երկրորդն է դատի տալը միայի բա, այդ դատը պարտվելը արդեն պեչատը ճակատին խփելը։ Բա ինչի չեն դատի տալիս, բա պետության դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ ընկել էին միջազգային արբիտրաժները հեծի գործով, մի հատ էլ ասում էին էս ենք անելու, գնացին եւ արբիտրաժում նույնպես հեծի գործով պարտվեցին, որովհետեւ որ եկել են ասում են ուժեղը դուք չեք, ուժեղը պետությունն է, ուժեղը Հայաստանի Հանրապետությունն է։ Չի կարող որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում լինել ավելի ուժեղ, քան Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը տեր ունի, ուժեղ տեր ունի, եւ այդ տերը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Շնորհակալ եմ։ Էս այդ մասով, դե թող գնան արբիտրաժներ դիմեն, թող գնան միջազգային արբիտրաժներ դիմեն, միջազգային հետաքննող հեղինակավոր լրատվամիջոցը, խփելա ճակատներին ապացույցադրել, որ նա հանդիսանում է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատող։ Ընդ որում էլի եմ ասում, ամենայն հարգանքով, ես վերջում կասեմ դա, եթե հիշում եք, 2 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի ձայնագրություն հրապարակվեց, որտեղ նա ասում է, դիմելով օտար երկրին, ասում է, դե դուք ինձ մցրեցիք քաղաքական դաշտ Հայաստանի, ես հիմա պրոբլեմներ ունենք, խնդրում եմ ինձ ապահովեք ինձ դուրս գալ այդ քաղաքական դաշտից։ Այն ժամանակ ինչ արեցին, ասին դե արհեստական ինտելեկտով է բան արած, պատրաստած եւ այլն։ Այն ժամանակ ես առաջարկ արեցի, ասի թող հասարակական կազմակերպությունները միջազգային փորձաքննություն պատվիրեն, այդ ձայնագրությունը օրիգինալ է, թե օրիգինալ չի։ Իմիջայլոց հասարակական կազմակերպություններ սիրում են մեզ քննադատել, ճիշտ են անում, եւ ես ընդունում եմ քննադատությունը, ել եմ ասում, մենք անթերի չենք, ընդհակառակը, ինչքան շատ քննադատեք մեզ, այնքան լավ, մենք ավելի կհղկվենք, ավելի լավ կաշխատենք, ավելի պատասխանատու բայց թույլ տվեք քննադատեմ ես հասարակական կազմակերպությունը, ինչու այդ փորձաքննությունը չպատվիրվեց, ինչու Ռոբերտ Քոչարյանի փորձաքննությունը չպատվիրվեց։ Ես ասում եմ պատասխանատու, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, երաշխավորում եմ, որ դա օրիգինալ ձայնագրություն է, որ երաշխավորում եմ, դա օրիգինալ ձայնագրություն է, էլի կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին, տարեք փորձաքննության եւ արեք դա միջև ընտրությունները, որպեսզի ժողովուրդը իմանա, բայց եթե ժողովուրդը կարող է ավելի վստահել իմ ասածին, ես ձեզ երաշխավորում եմ, որ դա օրիգինալ ձայնագրություն է, այդ խոսողը
Այդ խնդրողը Ռոբերտ Քոչարյանն է, նա ինքը իր ձայնով է այդ նախադասությունները հնչեցրել, եւ սա լրտեսի գործունեություն է, եւ սա լրտեսի գործունեություն է։